Կենտրոն հեռուստաընկերության եթերում շարունակում է ամենաֆանտաստիկ տոնական եթերը ու ես չեք պատկերացնում ինչ մեծ էներգիա եմ ստանում այսօրվա ընթացքում, որովհետև կրկին ամփոփում ենք տարին մեր շատ սիրելի ընկերների, գործընկերների, տաղանդավոր պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ովքեր որ երբեմն նույնիսկ աշխատում են շատ sense լուր առանց ինչ-որ գովաբանելու, բարձրաձայնելու իրենց հաջողությունների, ձեռքբերումների մասին։ Իրենք երբեմն չեն բարձրաձայնում, երբ որ օգնության կարիք են ունենում հանրության կողմից ու առասարակ բոլորից կողմից, բայց իրենք միևնույն է լուր անում են իրենց աշխատանքը, գնում են առաջ ու մեկ պահի տակ լսում եք, վաու, այս մարդիկ sense թույն բան արեցին ու 2025-ը տպավորվեց հենց այս մարդկանց շնորհիվ, այո, որովհետև իրոք իրենք միշտ արել են թույն գործեր ու 2025-ը իրենց շնորհիվ տպավորվեց ու կհիշվի որպես լավ տարի ֆանտաստիկ գործով։ Cover. Ինչ լավ ես խոսում։ Ասա։ Eto Colors մեր հյուրը, Լուիս շքերներ։ Լուիս Արավոտի գեղեցկուհիներ, շատ ուրախ ենք, որ մեր տոնական եթերին եկաք, այսպես եւ ձեր գեղեցկությամբ զարդարեցիք մեր տաղավարը եւ հրաշալի կատարումով հանդես եկաք։ Ցելիարոսայտորնը չեք պատկերացնում, ինչ էներգիայով եմ հիմա պատված, որովհետեւ գեղեցիկ սերի ներկայացուցիչները, ովքեր որ իմ կողքին են, մեկը մեկից ֆանտաստիկ։ Դե Անահիտ է, մեր այն ամենասկզբից էլ ֆանտաստիկը կար ու կար, Անահիտ Հակոբյան մեր հյուրերն են։ Եկեք ներկայացնենք, հա, Eto Colors-ն է, իհարկե բոլորի շատ հայտնի արդեն։ Զարեն գիտեք, չէ, եկել է, բայց դե չի նստելու, ասեմ իմանա։ Ստեղա։ Սուսաննա Նաջարյան Ժպիտը ֆանտաստիկ, միշտ ժպտա ու տարածի այդ ժպիտը։ Իհարկե բեք վոկալն է նաև այսօր մեր հետ, Անի Ավետյան եւ Անի Մարտիրոսյան։ Երազանք պահի, Սուսաննա։ Ինչպես եք, սիրելիներ։ Այո, սիրում ես բարձրաձայնել երազանքների մասին առասեք, թե չի կարելի խոսել։ Ոչ, երազանքները ինչքան բարձր ես տալիս տիեզերքը այդքան շուտ ուղարկում է քեզ քո ցանկացածը։ Այո, դու համաձայն ես մեզ հետ, որ 2025-ը իրոք անկախ իր դժվարություններից, փորձություններից, վերելքներից, վայրեջքներից իր պտուղները միևնույնը տվել է, որովհետև 2025-ի ընթացքում ես գիտեմ, որ դուք կարգին, եմ ասում քրտնաջան աշխատել եք։ 2025-ը մեր խմբի համար եղել է լավագույն տարիներից մեկը, որ մենք մեր խոսքը, մեր գաղափարը, մեր բարբառները կարողացել ենք հասցնել հանդիսատեսին եւ լսարանն ենք մեծացրել, նույնիսկ Սփյուռքում եւ շնորհակալ ենք 2025-ին մեզ հավատալու, մենք էլ իրեն հավատալու համար։ Հարց ունեմ, ի սկզբանե, երբ որ Eto Colors-ը ստեղծվեց, այսինքն գաղափարը այն էր, որ պրոպագանդեք համշենական մշակույթը, թե այլ բարբառներ եւս։ Ես միշտ բոլոր եթերներին նշում եմ, որ համշենական ընդամենը 2 երգ ունենք ծրագրում։ Ընդհանուր գաղափարը նա է եղել, որ բոլոր բարբառները լինեն առաջին տեղում եւ բարբառների կիրառումը դառնա առօրյական։ Աղջիկներ, ուզում եմ հարցը սողել ձեզ, ես վստահ եմ, որ ձեր համար եւ մեծ պատիվ է, մեծ երջանկություն, ուրախություն հայտնվել այս ֆանտաստիկ թիմում, որտեղ կար նաեւ Արտուրը հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկել է, բայց ինքը շատ զբաղված է։ Շնորհակալություն Արտուրին, որ կարևորը իր թիմի մի մասը մեր մոտ է։ Աղջիկներ, կուզեմ, չգիտեմ, ձեր կարծիքը ու զգացողությունները արտահայտեք, որովհետեւ ամեն մեկի բախտը չի վիճակվել հայտնվել Eto Colors-ում, ձեր փոխարեն կարող էին լինել ուրիշ աղջիկներ, բայց հենց դուք եք այս թիմի անդամները։ Իրականում իսկապես մեզ համար, վստահ եմ Անիի համար էլ, ինձ համար էլ մեծ պատիվ է լինել Eto Colors-ում որպես back vocal-ներ, ամենակարևորը լինել Սուսաննայի նման երգչու կողքին, որովհետև անկեղծ կլինեմ, մենք էլի ունեցել ենք փորձ երգչուհիների հետ երգելու նույնիսկ back vocal անելու, շատ հավես է եղել, սիրուն է եղել, բայց մի տեսակ այնքան մեծ էներգիա է մեզ հաղորդում Սուսաննան, որ ուղղակի չգիտեմ, անգամ այդ կապը բեմի մեջ մենք ամեն անգամ պահում ենք ու այդ էներգիան մեզ շատ մեծ բան է տալիս ու ամեն անգամ նույն երգերը, նույն ծրագիրը երգելուց մեզ համար մեծ բավականություն է լինել բեմում Eto Colors-ում ու վայելել այդ ամեն ինչը։ Ապրեսանի, հիմա դու Անի։ Ես էլ հաստատում եմ Անի բոլոր ասածները միանշանակ, Սուսաննայի հետ շատ հաճելի է եւ աշխատել ամեն առումներով։ Մենք մի փոքր ուշ միացանք թիմին ու մեզ համար
նոր էր այդ ամենը, աշխատել որակյալ, տեսնել որակյալ եւ լսել որակյալ երաժշտությունը եւ աշխատել նման երաժիշտների հետ, ովքեր ոչ միայն պրոֆեսիոնալ են, այլ նաեւ ունեն ստեղծագործ միտք եւ փորձում են ամեն բան անել, որ ունենանք լավ երաժշտություն, որակյալ երաժշտություն եւ այն գույները, որոնք մենք ունենք, փոխանցենք եւ հասցնենք մեր լսարանին։ Այսպես որ ամփոփենք 2025 թվականը, ինչպիսին էր տարին ձեզ համար։ Դե բացի այն, որ տարվա գլխավոր հիթերից մեկին ականատես եղանք, ինչպիսին էր տարին ձեզ համար, ամփոփենք։ Անձնական առումներով, բոլոր առումներով։ Էթնոկոլերսի համար շատ հրաշալի էր, շատ լավ, ուրախ, պոզիտիվ, մենք պատտվել ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերով, եկել ենք մեր հանդիսատեսի համար, ծանոթացել ենք եւ ձեռք ենք բերել նոր ընկերներ տարբեր մարզերից, նոր լսարան։ Մի խոսքով լավ էր, կարծում եմ, որ շատ լավ է եղել։ Տպավորիչ էր։ Տղաներն էլ ինձ թվում է մեզ հետ համաձայն կլինեն, որ շատ լավ է։ Տղաներին առանձնահատուկ ողջույնները մեր կողմից, ու քանի որ դեկտեմբերի 31-ն է մենք ընդհանրապես մի, չգիտեմ, մի քանի ժամեր, չգիտեմ քանից դա այս պահին, մի քանի ժամերից մենք ճանապարհենք 2025-ը շփտացեք, բարձրաձայնեք, արեք դա, մի զսպեկտես։ Ընդհանրապես մի քանի ժամերից մենք ճանապարհենք 2025-ը։ Ու Ethnocolors-ը այն յուրահատուկ բենդերից է իմ համար մեր իրականությունում, որ հետ չեն կանգնել ու չեն հանձնվել, չեն շեղվել, պահել են իրենց գիծը, իրենց ճաշակը, ոճը, ու գնացել են միջև վերջ, ու ես գնալով տեսնում եմ, նկատում եմ, թե ինչպես է ձեր պահանջարկը գնալով ավելանում, որովհետև դուք տալիս եք մեր մյուզիքը, դուք տալիս եք մեր շատ հայկական ինքնա, այն շատ գործեր եք հանում ջրերես, կոպիտ ասած։ Բայց նոր շնչով։ Նոր շնչով, նոր ձեռագրով, որոնք որ ցավոք սրտի կարելի ասել ինչ որտեղ մոռացվել են, ինչ որ դարակում փոշոտ դրված են, բայց դուք միևնույն հանում եք ոնց որ դուրս ու տալիս եք մեզ բոլորիս ու էլ ավելի շքեղացնում եք, հա, ցանկացած միջոցառում առիթ կապ չունի, դա դնենք մի կողմի վրա, բայց դուք որ կաք մեր իրականության մեջ, մեր շոու բիզնեսում, դա արդեն ֆանտաստիկ է։ Շնորհակալ եմ ձեզ այդ մեծ գործի համար։ Այո։ Ու արժևում 2026-ն է։ Մինչև 2026-ը անցնելը, ես գիտեմ 2025-ի ընթացքում տարբեր sense ինչ-որ շրջագայություններ, տարբեր երկրներ, քաղաքներ են գնացել, Եվրոպա, Ամերիկա եւ այլն եւ այլն։ Ու մեր հայ համայնքների կողմից, մեր հայրենակիցների կողմից, ովքեր ապրում են արտերկրում, ձեր պահանջարկը կա։ Ու ուզում եմ հասկանամ, որ քան եք զգում, հա, գնալով տարբերություն։ Իրոք այդ ամենը պետք է այնտեղ տանել։ Թե ավելի տարածենք մաքսիմալ ստեղ։ Հայերենի համար սեղ մեկ, եթե ինչ-որ մի բան ասեք։ Իհարկե շատ կարևոր է, երբ որ անում ես գործ, ներկայացնում ես մշակույթ եւ քո երկրում, հենց երկրի ներսում քո հողի վրա գնահատվում է, բայց կրկնակի կարևոր է, երբ օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ինչ որ ձև հույս ենք տալիս կամ սփոփում ենք իրենց մեզ հետ մեր հողում չլինելը։ Պահանջարկը շատ է, մենք 2026-ին ունենք բավականին շատ տուրեր թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում եւ շուտով կարծում եմ կհանդիպենք շատ մեծ սիրով, նոր երգերով, նոր ծրագրով եւ Հայաստանում էլ նույնպես ունենք բավականին շատ ծրագրեր համերգային, նաեւ այլ գաղափարներ երգերի եւ տեսահոլովակների հետ կապված, կարծում եմ շատ շուտով ինչու ոչ, նաև օրեր անց կներկայացնենք հանդիսատեսի դատին։ Իսկ համագործակցություններ նոր կլինեն, ինչ որ դուետային։ Ըստ շոու բիզնեսյան ասեք, չակերտերը չենք բացում։ Չակերտերը չենք բացում, չակերտերը կարծում եմ չենք ասին քովա։ Չենք ասում, անուն չենք տալիս, բայց այո, կարծում ենք կլինի։ Այո, նոր տարի դա շատ ընտանեկան տոն է ու այս տոնը համախմբում է բոլորին, հա, ընկերներ, ընտանիք, հարազատներ, ովքեր որ նույնիսկ շատ հեռու են ապրում, տալիս է հնարավորություն կրկին եւս մեկ անգամ մոտիկ լինելու միմյանց, օրինակ ձեր համար, հա, նոր տարում ամենակարևորը ինչն է։ Խոսքը չի գնում միանշանակ ճոխ սեղանի մասին, խոսքը չի գնում նվերների մասին, այլ ձեր համար ինչն է ամենակարևորն ու սպասվածը։ Որ նորից գա նոր տարին ու
ընտանիքում կորուստներ չլինեն, ընտանիքը լիարժեք լինի, բոլորս միասին լինենք, ընտանիքը կապ չունի մեր հենց ֆիզիկական ընտանիքը, այս դեպքում նաև մեր ընտանիքը, նաև մեր երկրորդ ընտանիքը մեր բենդն է, գաղափարներին անդավաճան մնալը կարևորը լինի եւ ամենակարևորը որ ունենանք խաղաղ հայրենիք եւ արժանապատիվ խաղաղությամբ կերտենք նոր հայրենիք, ինչու ոչ նոր գործեր, նոր ամեն ինչ։ Ձեր համար աղջիկներ։ Համակարծիք եմ Սուսանայի բոլոր ասածների հետ։ Միայն ուզում եմ ամեն մեկս մի բան հիշենք, որ վերջերս նման բան խոսում էի նաև որպես տեսանյութ, ուզում եմ այդ խոսքը այստեղ էլ ասել, չսպասենք նոր տարվան, որ նոր ինչ-որ բաներ լինեն մեր կյանքում, հիշենք, որ մենք չգիտենք մեր վաղվա օրը, այնպես որ վայելենք հենց այն օրը, որում ապրում ենք, գնահատենք այն ինչ-որ ունենք ու գաղտնիքը իրականում, եթե ուզում ենք շատանա մեր եղածը, հենց գոհության մեջ է։ Անպայման գոհանենք։ Շնորհակալություն Անի երկու։ Ես միշտ իրենց ասածները հաստատում եմ վերջում, միանշանակ համաձայն եմ, ուզում եմ, որ էլի շատ սիրենք, էլի չսպասենք, որ տարին գա, որ որոշումներ կայացնենք, դա հնարավորություն է նորը սկսելու իհարկե, շատ սիրենք, հայրենիքն էլ սիրենք, ոչ միայն խոսքերով, այլ մեր գործով, շատ ստեղծագործենք, նորը ստեղծենք եւ չգիտեմ, Աստված ամեն մեկիս համար ունի արդեն իր գծած ճանապարհը, միայն սպասենք ու հավատանք, որ ամեն բան կիրականանա իր ժամանակին։ Հրաշալի է, մենք եւս կրկին անգամ շատ շնորհակալ ենք ձեզ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեր ցանկանում ենք մեգա հաջողություններ, թող 2026 թվականը ձիուպես այսպես արագընթաց հաջողությունները անդադար ներխուժեն ձեր կյանք ու տխրելու առիթներ երբեք չունենեք։ Այո, ձինը այդպեսի բան է։ Աշիներ շնորհավոր ու ես հիմա շտապում եմ պարզապես մեծ սիրով բեմարտակա տրամադրեցես, որովհետև մենք սկսեցինք լավ օրը մեր առասարակ այո ողողված է լավ երաժշտությամբ ու կենտրոն հեռուստաընկերության լույս առավոտին միշտ հնչեցնում է լավ երաժշտություն ու մենք առասարակ միշտ անում ենք ամեն բան որ մեր եթերների ընթացքում հնչի լավը մերը հայկականը։ Տրամադրենք այո, բեմը ձեզ, Ethno-Colors-ը կլինի բեմարտակում քիչ անց եւ իհարկե մենք շարունակում ենք դեռ մեր տոնական եթերը։